Հարգելի հեռուստադիտողներ, Եվրոմեդիայի տաղավարում զրուցելու ենք ազգային անվտանգություն կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանի հետ։ Պարոն Իսագուլյան, շնորհակալ եմ մեր հրավերը ընդունելու համար։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Պարոն Իսագուլյան, Նիկոլ Փաշինյանին ինչ խնդիր հաջողվեց լուծել Սուրբ Ծննդյան օրով, հունվարի 6-ին, այդպես ուխտիերթի կազմակերպմամբ, լուսանկարներում էլ կտեսնեք, որպես այդպիսին մեծ թվով մարդիկ կային տարբեր հաշվարկներով 2000-ից 3000, այնտեղ հենց որպես ներկա գտնվող անձ կային մեծ մասը քպականներ են իհարկե, այդպես երթի դիմացից շարժվում, կային նախարարության աշխատակիցներ տարբեր, ովքեր հենց լուսանկարներ էին հրապարակում, քաղաքացիական հագուստով անձինք ու կային բայց նաև քաղաքացիներ, ովքեր իրենց այդպես ցանկությամբ հենց միացել են այս ուխտիերթին։ Հիմա ինչ խնդիր հաջողվեց Նիկոլ Փաշինյանին լուծել, ինչ տվեց այդ ուխտիերթը, այն էլ Սուրբ Ծննդյան օրով փաստորեն հենց մինչ այդ պատարագ տեղ ունեցավ, որի ընթացքում հաճախ հնչում էր մեծարգո վարչապետ անուն, այսինքն ըստ էության քաղաքականացվեց, այդ պատարագը հենց այդ Սուրբ օրով տոնի կապակցությամբ։ Եթե հաշվենք, որ այս ներկաների մեջ մենակ ինքն է, ցիլո կրում, ոնց որ մեկ էլ իր տիկինը ինչ-որ գլխարկ, որը ընդունելի է, բայց իր ցիլոն շատ անհասկանալի է։ Սիլինդրին ոնց են ասում հայերեն տարբերակը կա։ Գիտեք, ինքը փորձում է առանձնանալ։ Եթե դուք նկատել եք, հրեա ռաբինները որոշակի համազգեստ են գրում, եւ ըստ էության ինքը այդ առումով նաեւ փորձում է նմանվել։ Եվ փորձում է հավատացյալների վրա, ոչ հայրաքելական Սուրբ Եկեղեցու հավատացյալների վրա, այլ աղանդավորական հավատացյալների վրա թողնել որոշակի տպավորություն Մեսիայի։ Ընդ որում ինքը դա ամբողջությամբ է վերագրում, ինքը իրան առանց որևէ բանի համեմատում է Հիսուս Քրիստոսի հետ, որ Հիսուս Քրիստոսին մենակ է թողել, որ եւ այլ, այսինքն դա վաղուց է թեզը, եթե կհիշեք, հեղափոխության այդ process-ը Քրիստոսի չարչարանքների հետ էր համեմատում։ Այո, ինքը փորձում է մտնել այդ դերի մեջ, այսինքն փորձում է նոր եկեղեցի ստեղծել։ Սա ամենևին կապ չունի հայրաքելական Սուրբ Եկեղեցու հետ, սա ոչ մի կապ չունի Գրիգոր Լուսավորչի կողմից, եթե հաշվենք 301 թվականից հիմնադրված եկեղեցու հետ։ Ինքը ուզում է ստեղծել նոր եկեղեցի, նոր աղանդավորական եկեղեցի եւ պարակտել ամբողջ հայ առաքելական Սուրբ Եկեղեցի։ Ինքը ունի քանի որ իր գաղափարախոսները, որոնք ամեն օր պարտադիր հարային հեռուստաընկերությամբ կամ այլ հեռուստաընկերություններով ելույթ են ունենում։ Այս անունները չեմ տալիս զուտ մի պատճառով, որ դրանցից մեկը ասել են, որ իմ համադասարանցին է եղել ցավոք, որի հետ բավականին, ջերմ հարաբերություններ են եղել, իհարկե ոչ անմիջապես իմ ընտանիքի հետ, բայց իմ հարազատների հետ խավոր սամիկություն, որը նրա գլխավոր խորհրդականն է եւ որը այնքան են իջել, արդեն այնքան են իջեցրել այդ նշաձողը, որ խոսում են կորուստների մասին, որ եթե Գարեգին Վեհապար հայրապետը, իր կամքով չգնա, որի պարագայում իրան խոստանում են պետությանը մեծ վնաս կհասցվի կորուստներ։ Ապա չէ, իրան խոսում են այն կորուստների մասին, որ պետությունը կհասցնի եկեղեցու։ Եթե դուք ուշադիր իրանց լսում եք, ընդ որում մարդը ինչքան կարող է իջնել, տականքի աշճանի իջնել, այդ բանախոսը, որ խոսում է շատ հաճախ, հիմա ամբողջ քարոզչական, նաև խորհրդատվական պարտավորությունները վերցրել է իր վրա, ինչքան մարդը կարող է թուրք լինել, թուրք փոխաբերական իմաստով է պարագայում, ինչքան կարող է սատանիստ լինել, իսկ սատանիստը արդեն բուն իմաստով, որ գիտեք, նույնիսկ երբ որ ուզում է ասել, որ այս 10-ը, որ առանձնացրել են սրանցից մեկին, արդեն ինքը գիտի, որ դրանցից մեկը պետք է դառնա ուրեմն տեղապահ, որը այդ 6 ամսվա ընթացքում որտեղ ինքն է, վստահ եմ, որ ինքն է այդ սատանիստն է ամբողջ խորհրդատվությունը տալիս, եւ տեսեք ինչ է ասում, քրեական գործ հարուցելու համար պատճառ են ման գալի, տեսեք ինչ պրիմիտիվ տեխնաբանությամբ, որ ուրեմն Գեղարդից, պատկերացնում եք, այն Գեղարդը, որը խոցել են Հիսուս Քրիստոսին, ինչ որ մասունք, որը հայոց ազգային հարստությունն է, նրանք ուրեմն ինչ որ մի մասը կտրել են եւ տվել են այլ պետության ղեկավար մարդու։ Խոսքը պարզ է ինչի մասին է, որ դրանից փշրանք, որը որևէ բան իրենից այդ առումով, որպես
մասունքից, ասենք, այնքան չի վերցվել, որը կարող է ազդեցություն ունենալ։ Նույնը արվել էր նաև տապանից բերված փայտի հետ կապված ժամանակի։ Դեռևս շատ վաղ շրջանում։ Ընդ որում ինչ են ասում, քանի որ այդ մասունքից տվեց է, դա լրիվ հիմք է, որ այդ ազգային հարստության պատճառով քրեական գործ հարուցի վեհապար հայրապետի վրա եւ պետությունը պարտավոր է դա անել, տանել, դատել։ Ես այդ տականքին, որի անուն ազգանունը չեմ տալիս, ուզում եմ ասել, տխմար։ Եթե դու ոգևորված ես Նիկոլ Փաշինյանով, ապա մի ամբողջ հայկական պետականություն իր բոլոր մասունքներով, բոլոր եկեղեցիներ, 350-ից ավելի եկեղեցիներով, նա նվիրաբերեց թուրքերին, ազերիներին, Արցախի հանրապետությունը։ Եթե դու այդքան բարի ու արդար մարդ ես եւ այդքան մտածում ես այդ եկեղեցական մասունքի մասին, տխմար, մի հատ նախ անդրադարձի։ Մարդ, որը 22 թվականի հոկտեմբերի 6-ին հայկական պետականությունը, որ ստեղծվել էր մեր սերնդակիցների արյան գնով, ուրիշ 5000-ի զոհաբերումը արդյունքում ինքը նվիրաբերեց ազերիներին։ Եվ հետո էլ հայտարարեց, որ կարար առանց այդ զոհերի էլ տար, բայց զոհերը պետք էին։ Դե բանից հիմա այս մարդը դա պատերազմի արդյունքում է եղել, իրենք ասում են։ Ասում են մենք չենք հանձնել, կռիվ է եղել, արյուն է խփել, իրանք 22 թվականի հոկտեմբերի 6-ին կռիվ չի եղել Պրագայում։ Պրագայում ինքը դա նվիրել է Ալիևին։ Եկեք, բանջար փաստաթղթավորված է դա։ Իսկ ուրեմն հայրենիքը ծախողին ինքը միանում է այդ խմբին, այդ սատանիստների խմբին եւ ասում է դատենք վեհապարին, որովհետեւ մասունքից են էլ ինքն էլ չգիտի։ Այդ մասունքից ինչքան մաս են տվել, ինչ են տվել, թե ուղղակի մեկ ուրիշ մասունք դրան քսելու տվել են, նվիրաբերել են, որ շփվել է իբրև այդ մասունքի հետ։ Այսինքն այդքան տխմարները սատանիստները, այդքան հայրենիք ու հայ չսիրողները, տեսեք ինչ ծրագրեր են մշակում, մատուցում են Նիկոլ Փաշինյանին եւ Նիկոլ Փաշինյանն ուզում է ծրագիրը կյանքի կոչի։ Բայց հաջողվում է, պարոն Իսագուլյան։ Օրինակ հենց մեկը եկեղեցու հարցով ակնհայտ է, որ այսպես իրենց մտքում ունեին, որ ավելի արագ, հա, այս ամբողջականացնեն կաթողիկոսի հեռացմանը հասնեն, բայց այդպես էլ չի հաջողվում, դրա համար տարբեր տարբերակներ են փորձում։ Եթե կհիշեք, օրինակ սկզբում ասում էին հիմքը կուսակրոնության խախտումն է։ Հետո տարբեր պատրվակներ փոխեցին, հիմա էլ ասում են, որ հիբրիդային պատերազմ է եկեղեցին, հոգևորականները տանում պետության դեմ։ Հիբրիդային պատերազմ նորից կրկնում եմ, չէ՞, մարդը, ով հայրենիքը ծախելու համար գովաբանում է մեկին, փնովելով եւ դրան այդ հայրենիք ծախողին պարտադրելով, որ դուք պետք է մեկի նկատմամբ քրեական գործ արեք, արժի համակարգն է փոխված։ Բոլոր այս քայլողները, սրանց մեջ որևէ սրբություն չկա։ Եվ վեհապարի մենակ կամքը, որ կարողանում է դիմակայել այս ամեն ինչի, իրանց գցել է ցուկցվանգի մեջ։ Բայց դա հաճախ դիտարկվում է որպես թուլություն։ Ինչն է որպես թուլություն։ Դե այսքան հաճախ վեհապարից հստակ քայլեր են պահանջում։ Ո՞վ է պահանջում։ Հարություն, ինչ։ Հիմա տեսեք, վեհապար հայրապետը իրավասու է, հենց այս պահին առանց որևէ խորհրդակցության այդ 10 եպիսկոպոսներին կարգալույց անելու։ Իսկ ինչու չեն արվում։ Գիտեք, նույնպես եմ կրկնում։ Ըստ դրանից է զայրանում Նիկոլ Փաշինյանը։ Գուցե Նիկոլ Փաշինյանի նպատակը դա էր, որ վեհապար հայրապետը շատ արագ գնար այդ քայլին, իրանք զուգահեռ եկեղեցի ստեղծեին եւ արդեն անցնեին հասարակության այն տգետ խավի միջոցով այդ եկեղեցիների վրա գրոհելը։ Վեհապարը դա չի անում։ Վեհապարը շատ հանգիստ, շատ ես կարծում եմ խելամիտ քայլեր է կատարում։ Նույնիսկ հենց այս պահին կարա հասունացրել է նրան, որ արդեն հասարակությունն է պահանջում, որ վեհապար հայրապետը կարգալույց անի։ Եվ վաղը հենց հասարակության ճշմարտ ներքո էլ վեհապար հայրապետը դա կանի։ Պարոն Իսագուլյան, ավելի վաղ իրենք այդպես համակարգող խումբ են ձևավորվել 10 եպիսկոպոսները եւ Նիկոլ Փաշինյանը, ու եթե մինչ այս նա ասում էր օրինակ որպես
եկեղեցու հետևորդ, հա, զավակ է հանդես գալի։ Հիմա արդեն հենց այդ ցուցակի առաջին համարում գրած է վարչապետ, այսինքն որպես համակարգող ու հենց առաջին խումբ են հավաքում, դուք ասում եք, այ իրանք ուրիշ ձև չէին էլ կարող, չեք տեսնում, ասում եմ, ինքը այդ գլխարկը, հիշում եք երբ գնաց այդ գլխարկը առավ։ Այս ամբողջը սիմվոլիկա է, որ իրանք իրականացնում են, որ իրանք թելադրում են այդ որոշակի խորհրդատուները իրանք, եւ այդ սիմվոլիկաներով փորձում են առաջ գնալ։ Քավլիցի, ասում ինչ ուզում են անեն, վերապար հայրապետը դրան չի տրվում, հենց սա իրենց գցել ցուցվանգ։ Երեք իր գլխավոր խորհրդական է եկեղեցական գծով այդ թուրքցածը, որ ես ասում եմ, ցավոք որի այդ հացել եմ կիսել, ցավոք սրտի, այդ թուրքցածը ինչ է ասում։ Ասում են մենք ամեն ինչ պետք է անենք, որ մինչև ընտրություններ փոխենք, որովհետև եթե սրանց մենք թողեցինք եկեղեցին, չկործանեցինք, ապա ընտրություններին բոլորը կոնսոլիդացվելու են եկեղեցու շուրջ եւ Նիկոլ Փաշինյանը չի ընտրվելու։ Հասկանում եք, իրանք արդեն չեն թաքցնում իրաց նպատակը որն է։ Իրանք տեսեք, Սամվել Կարապետյան, բարերար մարդ էր, չէ՞, բայց մտածեցին, որ մեծահարուստ է, կարող է իր շուրջը կոնսոլիդացիա լինի, անմիջապես նստացնել։ Հիմա եկեղեցին, որի շուրջը տեսնում են, որ կարող է կոնսոլիդացիա լինել։ Եթե Բագրատ Սրբազանը դուրս եկավ ու 60,000-ով մտավ Երևան, եթե վերապար հայրապետը այսօր կոչ անի, հավատացեք, որ փողոցները լեփլեցուն լցվելու են։ Եվ իրանք սրանից վախենում են։ Դրա համար իրանք հիմա ամեն ինչ անում են, որ մինչև ընտրություններ կարողանան եկեղեցին դարձնել իրանք սեփական կարիքների համար, ուրեմն ծառայեցնող բան, ինչ որ օբյեկտ, հասկանում եք։ Պարոն Իսագուլյան, ես իմ նախորդ հարցը ինչու տվեցի, այստեղ ես ուզում եի Սահմանադրության հետ կապված, հա, փաստորեն երկրի ղեկավարը ինքն է համակարգում այս եկեղեցու ինչպես իրենք են անուն դրել բարենորոգման ծրագիրը։ Այսինքն հենց իր դեմքով, եթե միջև հետ ասում ես հոգևոր զավակ եմ, հավատացյալ եմ, որպես այդպես եմ հանդես գալի, ոչ թե որպես երկրի առաջին դեմք, հիմա արդեն որպես վարչապետ է հանդես գալի։ Ներողություն եմ խնդրում, ես շատ իհարկե, ովքեր խոսում են Նիկոլ Փաշինյանի մասին եւ Սահմանադրության կողմորենքների մասին, ինձ համար շատ տարօրինակ է։ Նիկոլ Փաշինյանը ի սկզբանե Սահմանադրությամբ խախտումով է գալիս։ 18 թվականին իրանք Սահմանադրության խախտումամբ իշխանությունը զավթեցին ու մինչև այսօր ինքը որևէ հարց Սահմանադրությամբ չի արել։ Ուրիշ վտանգավոր բան իրանք տեսեք հիմա ինչ են արել։ Նոր են հասկացել, որ եւ որ հայ առաքելական Սուրբ եկեղեցին գրանցվել է պետության կողմից որպես կազմակերպություն, այդ գրանցման ֆոնի վրա իրանք ոչինչ անել չեն կարող։ Վերապար հայրապետին անվստահություն հայտնել չեն կարող, կուսակրոնությունը որևէ խնդիր իրանից չի ներկայացնում, այդ ամեն ինչը դառնում է իշխիկ, որտեղ ինքը պետության հետ փոխհարաբերությունները, երբ որ ինքը գրանցվել է որպես կազմակերպություն, ներկայացրել է կանոնադրություն։ Այդ կանոնադրության ամբողջ եկեղեցու սեփականությունը, ամբողջ եկեղեցական բոլոր գործառույթները իրականացնում է վերապար հայրապետը, որպես կառույցի ղեկավար, կուր կառույցի ղեկավար։ Իրանք հիմա դա հասկացել են, որ եթե իրանք ասեն կուսակրոնության հետ կապված խնդիր, նույնիսկ եթե գան Խոստովանեն ինչ-որ մեկ, հա, Քյարամյանը կամ Վազգենը, Սրբազանը գան Խոստովանեն, իրանք դու ոչինչ չես կարող անել, որտեղ այդ կանոնադրությամբ, որով գրանցվել են մարդիկ, Հայաստանի պետության հետ հարաբերություններ են ձևավորել, այդ կանոնադրությամբ այդպես խնդիրներ չկա դրված։ Այսինքն որ վարչապետը կուսակրոնության հարց է բարձրացնում, Նարդ, որը ոչ պետականորեն է գրանցված ամուսնությունը, ոչ եկեղեցով, իրան համարում է հայ առաքելական Սուրբ եկեղեցու հավատավոր զավակ։ Ու հետաքրքիր է, որ իր խորհրդականները դրանց թվում նաև այդ թուրքցածին համադասարանցին, նրանք հարց չեն բարձրացնում։ Դու որ խոսում ես եկեղեցու անունից, մենք էլ բոլքը թողած քեզ պաշտպանում ենք, դրա իրավունքը դու ունես թե չունես։ Այսինքն ինքը հասկացել է մի պարզ բան, իրանք երբ որ այդ կանոնադրությունը կարդացել են, հասկացել են, որ իրանք որևէ ձևով կանոնադրության շրջանակներում ոչինչ անել չեն կարող։ Եվ անցել են այլ տարբերակի։ Այս կեղծիքի ստի, այս քայլելու իրանք ուխտերի քարավանը պետք է քայլեր, նույնիսկ ասում են այդ բառը ինքը իր Facebook-ում սխալ էլ գրել է, հա, ուխտաերթ։ Ուխտա իսկապես որ ուխտաերթ է, ոչ թե ուխտաերթ։ Հետո այդ օրը ուխտը ինչ որ նպատակ է ունենում, իրանց ուխտը ո՞րն էր։ Ասեմ, իրենք ասում են, մենք հավատարմություն ենք այսպիսով հանձնում, նախ Սուրբ Ծննդյաններ նվիրված այդ օրվան, ու ասում են մենք այսպիսով հավատարմություն ենք համարում եկեղեցու այդ բարենորոգման ծրագրին։ Հիմա մեկ անգամ վերահաստատում են։ Ինչ ծրագիր, ով է ծրագիրը կազմել։
Ով է որոշել դա։ Եկեղեցու հետ ցանկացած խնդիր, հայ առաքելական սուրբ եկեղեցու կանոնադրության, որով ինքը գրանցված է արտադրության նախարարության կողմից, դրանց բացառիկ եւ միանշանակ իրավունքը պատկանում է վեհապար հայրապետին։ Իսկ եթե Հայրապետին։ դուք հետևել եք ճեպազրույցին, երբ որ այդ հարցը տվեցին, դուք ինչպես է որ միջամտում եք, հա, եկեղեցու գործերին, ինքը ասում է, իսկ որտեղ է սահմանված իմ լիազորությունները։ Այդ ինչպես է սահմանված, որ ես չեմ կարող եկեղեցու գործել չի։ Ինքը եպիսկոպոս չի, ինքը եկեղեցու զավակ չի։ Ասում եմ որտեղ է գրանցված։ Իրա ճակատին է դաջված, որ ինքը սատանա է։ Հիմա ինչի մասին ենք մենք խոսում։ Է որտեղ է գրված, օրինակ ես չեմ կարող հարճակել ինձ վարչապետ նախարարություններ ստեղծեմ ու ինչ-որ բաներ անեմ։ Որտեղ է գրված։ Որտեղ է գրված դա։ Սահմանադրության մեջ, եթե սահմանադրության մեջ գրված է, իրանք միշտ իրան դնում է պետության տեղ, ինքը պետություն չի, ինքը գործադիր իշխանության ղեկավարն է։ Իրա սուրբ գիրքը այն ծրագիրն է, որ 21 թվականին, երբ որ ինքը կառավարություն ձևավորեց, մտավ ազգային ժողով հաստատեց։ Իր համար սուրբ գիրքը ծրագիրն է։ Ինքը այդ ծրագիրը 100%-ով ձախողել է, մտել է եկեղեցու խնդիրների մեջ, որից էլ ոչինչ չի հասկանում։ Եվ փորձում է եկեղեցին այսօր ներկայացնել որպես մեր դժբախտությունների ամբողջ ուրեմն պատճառ։ Առաջ նախկիններն էին, հետո չգիտեմ ովքեր էին, հիմա էլ պարզվում է եկեղեցին է։ Խոսում են, որ եկեղեցին է մեղավոր, որ երկրի սոցիալական վիճակը սենց է։ Հասկացեք, այս մարդիկ ախր ոնց բացատրեմ։ Նիկոլը գերեք ծանր վիճակում է հայտնվել, այդ անեկդոտ կա, չգիտեմ, եթերային է, պատմես, չպատմես, բայց գյուղացի աղջիկ ամուսնացնում են, ջահել աղջիկ է։ Պատմած են ելնում ինչ-որ բաներ, ես ինձ առաջ օրը թռնում է այն գարդիրովի, հա, այդպես ասեք, վերևը չի իշտում։ Դա ասում եմ, ինչի ասում եմ չեմ իշտում, եթե վերջը գյուղի տերտերին բերում են, ասում են արի համոզի, որ իջնի։ Գալիս է տերտերն ասում է, աղջիկ ջան, ախր անհարմար է իջի, ասում է տեր հայր, դու որ իմանաս իջնես, քեզ ինչ են անելու, իջնես, օրինակ դու ինտեղ ելնես իջնես, ասում է չէ, իբա Նիկոլը հասկանում է, որ եթե ինքը իշխանությունը կորցրեց, ինքը այդ աղջկա օրին են գնելու։ Հենց կորցրեց իր այդ կատարվելու է, ինչ որ պիտի կատարվեր այդ աղջկա հետ։ Հիմա այդ պարագայում այս մարդը իշխանությունը կթողնի, չի թողնի։ Այս մարդը հասկանում է իշխանություն կորցնելը իր համար հավասարազոր է մահվան։ Իհարկե ոչ ֆիզիկական, բայց քաղաքական, բարոյական, քրեական գործերից բոլոր իր հանցագործությունները, որ կատարվել այդ բոլոր քրեական գործերը իր դեմ հարուցվել են։ Եվ ինքը պիտի կանգնի որտեղ, դատարանի առաջ։ Բայց եթե քաղաքական տեսանկյունից, հա, նայենք այդ վերանանք դրան քաղաքական տեսանկյունից նայած, դա ինչ որ չափով, հա, օրինակ չափ չէ, որ ցանկացած ուժ, ցանկացած անձ, երբ որ իշխանության է ցանկանում է պահել այն ամեն գնով։ Դա ինչ որ չափով նորմալ չէ։ Ոչ, ամենևին։ Դրա համար ունենք սահմանադրություն, որ իշխանության ուզուրպացիան ինչ հետևանքներ կարող է ունենալ։ Չէ, նկատի ունեմ քաղաքական մեթոդներով, ինքը քաղաքական մեթոդներով չի անում։ Այսօր ես մասնակցում եմ մի հատ դատական նիստի։ Այդ քաղաքական մեթոդ չի։ Ինքը իրան նույնականացրել է պետության հետ, պետական ինստիտուտները, ինչ է շանում, ԱԱՑ-ին հանձնարարել սատանա մանգալ։ Կամ ԱԱՑ-ն գնա բանակցի տերտերների հետ, քահանաների հետ, որ այդ քահանաները բանի Նիկոլի Փաշինյանի բանը կողմը թեքվեն։ Դուք հասկանում եք, պետական բոլոր ինստիտուտները ինքը ծառայեցնում է կոնկրետ իր անձի շահերին։ Կոնկրետ, իսկ ընտանիքի շահերին չէ, ես չեմ կարծում դրանից տիկին Աննան կամ իր երեխեքը Աշոտը շահ ունեն։ Իր անձնական շահերին։ Ցավոք սրտի էլ այդ հիմնարկների գլխին ինքը դրել է ղեկավարներ, բայց այսքան որ բերում էր, ինչ որ աղջիկներ էր դցնում այդ հիմնարկների գլխի։ Իդեպ խոսում է պաշտոնանկությունների մասին, որ ընտրություններից առաջ պաշտոնանկություններ են, ասում է, որ մամուլը գրեց Արգիշտի Քյարամյանի մասին, որ կամ ներքին գործերի նախարար, կամ դատախազի։ Կատի ունեմ ընտրություններից առաջ փոփոխություններ են սպասվում։ Ես ինչքան գիտեմ, Արգիշտի Քյարամյանը հերքել է, ինքը անձամբ հերքել է, որ այդպես բաներ գոյություն չունեն։ Դրանք հասեկոսներ են։ Հիմա գիտեք, ամեն ինչ մարդը անում է իր ընտրության համար։ Եվ ցավոք սրտի այդ ֆոնի վրա այսօր ընդդիմությունը որևէ հստակ գործ չի ձեռնարկում։ Օրինակ ես էլ ձեր նման կողմնակից եմ, որ վերապար հայրապետը այս հետ կապված հենց այսօր կարգալույց անի բոլոր 10 եպիսկոպոսներին, որտեղ արդեն հասարակական տրամադրությունը դրան է թեքված,
օգտագործել են ամբողջ ուժային կառույցները, բանն ինչը, բանակը, տեղական ինքնակառավարման մարմինները, էլ իրանց բարեկամ ծանոթներին զորով վերել են, իրանց հավաքած մարդը սա է։ Այս այն մարդն է, որ 18 թվականին ուղակի մի հատ մատը ճտասնում էր, 100,000 մարդ հավաքվում էր հրապարակում։ Հիմա օգտագործելով ամբողջ պետական մեքենան 2000 մարդ չի կարողանում հավաքել։ Ունդեղ ասեք գալիս է Արցախի նախկին ԱԱԾ տնօրենը, օրինակ, որը Արցախի հերոս է։ Հասկանում եք, մենք ցավոք սրտի մեր բարոյական վիճակը նենց է, որ ամեն մի տականք ստացել, ճիշտ ասում են, Շահրամանյանը զրկել է հերոսի կոչումին։ Բայց այդ վիճակի ենք հասել։ Կան մարդիկ, ովքեր այսօր ուղղակի տենչում են, Նիկոլի, բայց դրանց թիվը ընդամենը 2000 Պարոն Իսագուլյան, հենց այսպիսի հարց, եթե մենք տեսնում ենք օրինակ նույն Տեր Վրթանեսն է, հա, այս կողմն անցել, գեներալը Արցախցի ում նշեցիք, Շաքարյանն։ Բա ինչ են մնացածից պահանջում, եթե հենց այդ հիմնական դեմքերը հենց արցախցիների, տեսնում ենք, որ այսպես շատ հանգիստ այն կողմն անցան։ Գիտեք, ամբողջ ողբերգությունը նորից եմ կրկնում, որտեղից է գալի մեր դժբախտությունը։ Կա մի անձ, որը ունի հանձնարարություն, որը զավթեց իշխանությունը, կարողացան 30 տարի աշխատել եւ զավթել իշխանությունը, այդ զավթելու ձևերը պարզ է հիմա չանդրադառնամ ամբողջ քաղաքական վերնախավը այդ մասին շատ լավ գիտի։ Զավթեց իշխանությունը, հիմա այս մարդու խնդիրը իշխանությունը պահելու միջոցով Հայաստանի Հանրապետության քայքայումն է, դա շատ ինչ ավելի երկար թեմա է, որտեղ ասել, որ ինչու ամբողջ արևմուտքը հիմա ողջունում է Նիկոլի կատարած այս հանցագործությունները, որտեղ արևմուտքի միակ խնդիրը Հայաստանին որպես սուբյեկտ վերացնելն է։ Նիկոլը լծվել է այդ խնդրին։ Աշխարհի կռիվը իհարկե արևմուտքի կռիվը մեր դեմ չի։ Արևմուտքի կռիվը Ռուսաստանի, Չինաստանի, Պարսկաստանի, ինչ որ առումով Հնդկաստանի հետ է։ Եվ այդ ուժերին ջլատելու, այդ ուժերին միշտ բանի մեջ պահելու համար իրանց պետք էր թուրքական աշխարհը Կոնստանտինոպոլսից մինչև Խաղաղ օվկիանոս այդ յաթաղանը մտցնել։ Այդ յաթաղանը, որպեսզի աշխատի, այդ յաթաղանի մեջ մի հատ սեպ մախրված, դա Հայաստան աշխարհն է։ Թուրքիան էլ ասում է, եթե ուզում եք դուք, որ Չինաստանը, Ռուսաստանը, Պարսկաստանը, Հնդկաստանը միշտ խնդրեմ ունենան, դուք պետք է այդ սեպը վերացնեք, որպեսզի ես Կոնստանտինոպոլսից մինչև Խաղաղ օվկիանոս այդ ամբողջ թուրքական աշխարհը միավորեմ իրար։ Դա միջինասիականն է, ուйգուրներն են Չինաստանում, Հնդկաստանի հյուսիսային մասը, Պարսկաստանի հյուսիսային մասը, Ադրբեջան, այդ սա դառնում է թուրքական աշխարհ։ Եթե ուզում եք այս սեպը վերացրեք։ Հիմա աշխարհը մեզ զոհաբերելու համար իր անձնական շահերը արևմուտքը պատրաստ է եւ այդ դաբրոն ստացել են։ Եվ որպեսզի ոչ թե պատերազմով, չգիտեմ ինչ, ճարել են մեկին, որը ձևավորել է մի թիմ, որ ամբողջությամբ կատարում է, այո, թուրք-ադրբեջանական տանդեմի շահերից ելնելով արևմուտքի հանձնարարականը։ Ինչ կա ստեղ չհասկանալու։ Շատերը մտած, չէ, արևմուտքը մեր ամերիկացի, ֆրանսիացի մեր այդ անձամբ խնդիր չունեն։ Բայց մենք հանգարում ենք իրանց գլոբալ խնդիրների, Ռուսաստանի տրոհման, Չինաստանի, ուրեմն տնտեսապես անկման ապահովել, Պարսկաստանի տրոհմանը խանգարում ենք մենք, որտեղ մենք սեպ ենք թուրքական աշխարհի մեջ, որը հիմնական գործիքն է այս պետությունների դեմ կռվելու համար։ Այդ սեպը պետք է վերացնել։ Եվ Նիկոլը հիմա դա կատարում է, դրա համար մարդ բռնի, մորթի, երեխեք սպանի, ինչ էլ անի, արևմուտքը ձեն չի անելու։ Այսօր Նարեկի ու Վազգենի դատն է, հա։ Երկարացվեց կալանքի։ Հա, 3 ամիս։ Ինչի համար։ Բանի, Ալենի հայրանքին պատասխանել է։ Ալենի հայոել է, մարդը պատասխանել է։ Ալյոնկայի Տիկնազորը բռնում է մարդուն, Ալենը գալիս է թնքում է երեսին։ Այդ ոչ մի բան, բայց հələ դու փորձի մեկին մի բան ասել, բառով, քեզ կալանավորում են։ Այսինքն արևմուտքն էլ պատկերացնում եք Սերժ Սարգսյանի կամ Լևոն Տեր-Պետրոսյանի կամ Ռոբերտ Քոչարյանի ժամանակ նա ցես բան լիներ, բանը լրագրողների բռնեի։ Ամբողջ աշխարհը վայնասուն կդներ։ Կոռնար։ Բայց հիմա Նիկոլը դաբրո ունի։ Նիկոլը մարդեն սպանի, ցուցա դրա համար արդեն իր խորհրդական այդ ոչ բարով
թուրքցած իմ համադասարանցին խոսում է կորուստների մասին, որ մենք ճիշտ է դա արդեն ավելի լավ է իր կամքով գնավ է ապարը, թե չէ լինելու են կորուստներ եւ այլն, խոսում է կորուստներով եկեղեցին գրավելու մասին։ Ախր մենք դրաբար ես գիտեք նույնիսկ այս կարգի զրույցները, որ մենք խոսում ենք սահմանադրություն, օրենք, արևմուտք։ Իշեք մեր միակ փրկությունը Նիկոլ Փաշինյանից օր առաջ ազատվելն է։ Օր առաջ։ Դա համար ժողովուրդը պետք է իսկապես ոտքի կանգնի։ Այնինքն ասենց ուխտաերթ է անում, ուխտերով։ Հիմա մենք հարկավոր է որ մեր քաղաքացիներով երթեր անենք։ Հավատացեք, բավական է Հայաստանի Հանրապետության քաղաքացիները իրենց անտարբերությունը թոթափեն եւ գոնե իրենց ինքնապաշտպանության բնազդը աշխատի, Նիկոլը 2-3 օր ավել չի դիմանա։ Սա է կարևորը։ Եթե գնան ընդդիմությունն էլ պետք է մի բան հասկանա։ Նրանք ովքեր ձգտում են Նիկոլ Փաշինյանի հետ գնալ ընտրության, նրանք Նիկոլից լավը չեն։ Սա էլ կա։ Նրանք ովքեր մտածում են, որ Նիկոլի ես կատարած հանցանքների, բաների պատճառով բան ինչ անեն, եթե դա այդ ճանապարհը սահմանադրական փոխելու։ Սահմանադրական ճանապարհը էլի սահմանադրական ճանապարհը, ուրիշ ճանապարհով չէ, բայց ես խոսում եմ անձերի մասին։ Նրանք ովքեր մտածում են, իսկ եթե բոլորով մտածեն, ոչ թե որ իրանք մասնակցեն իբրև թե հաղթեն Նիկոլին, այլ որ Հայաստանում հարկավոր է նախ եւ առաջ ազատվել Նիկոլ Փաշինյանից, գործընթացը կստանա այլ հունավորում, այլ ընթացք եւ դրա ավարտը լինելու է իշխանափոխությունը, բայց ոչ թե կոնկրետ անձերով պայմանավորված, այլ ընդհանուր տրամադրություններով։ Դա համար ինչ է պետք, որ բոլորը միասին աշխատեն։ Ցավոք սրտի իմ ամեն մեկը, այս ոնց են ասում, յորողանը փորձում է իր վերակ խշել եւ դա մեզ թույլ չի տալի, որ մենք մեր ազգի առած ծառացած խնդիրը օր առաջ լուծենք։ Շնորհակալություն ձեզ զրույցի համար, պարոն Իսագուլյան։ Հարգելի հեռուստադիտողներ, ես հիշեցնեմ, որ մենք զրուցում ենք ազգային անվտանգություն կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանի հետ։ Շնորհակալ եմ հետևելու համար։